Ինչպես եք սիրելիներս, ողջույն եմ ասում, որովհետև օրը կեսօր է սիրելի հետևորդներ ջան։ Ոնց եք։ Ես գիտեմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Միշտ մտածում ենք ամեն առավոտ ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր որոշեցի պատրաստել հավ եմ ասում, խոզի մսով, ուտեստ, կաղամբով, բոլորը միասին ջեռուցում։ Հիմա իրար հետ բոլորս միասին կպատրաստենք սիրելի հետևորդներ ջան, բայց դուք չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, ինչու՞ չէ, գրվեք ձեր մեկնաբանություններում դուք ինչպես եք պատրաստում։ Ես այս ուտեստը առաջին անգամն եմ պատրաստում։ Դե գնացիք սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այս կաղամբը թող մնա գրախ, ուրեմն վերցրել եմ մսի կտորները, ձեռնոց բերեմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ավելացնում ենք կարմիր պղպեղ, ավելացնում ենք սև պղպեղ, ավելացնում ենք աղ, ավելացնում ենք այս քաղցր պղպեղից, ավելացնում ենք իմ սիրելի հունական ռիգանի։ Ես իմացա, թե բանա, ռեհանա, ուզում էի ձեռիս տակ փշրեի։ Սիրելի հետևորդներ ջան, այս բոլորը միասին կխառնենք։ Սակայն մի կողմի վրա մեզ չխանգարի։ Մի քիչ բուսայուղ ավելացնեմ, որ լավ խառնվի։ Պես հոք լվացել եմ միսը ջուրա հավաքել, ես ջուրը խամեցի։ Խամեց սիրելիներս, երի մի քիչ կարմիր պղպեղ ավելացնեմ, թող շատ եմ, որ լավ է։ Սա դնում ենք մի կողմի վրա, սիրելի հետևորդներ ջան, մինչև համենվի, մի քիչ բուսական յուղ ավելացնենք, որ ավելի լավ խառնվի իրար։ Սա թողնում ենք մի կողմի վրա, թող համենվի։ Սիրելի հետևորդներ, արդեն կաղամբն ենք կտրտում։ Սիրելի հետևորդներ, լացրեցինք ստեղ, սոխը կտրտենք, սոխնել ենք երկար կտրելու, լուսնաձև, սոխնել ասեմ, որ սոխը շատ եք լցնում, որ համով լինի։ Այսենց տարածում եք։ Հիմա սխտորն ենք ճզմում, սոխը լրիվ լցրեցին 2 գլուխ սոխ էի կտրտել։ Քիչ շուտ ենք, որ լավ
Սա եկարեցին մի կողմի վրա։ Ուրեմն սելի հետևորդներ ջան, որ կաղամբնա 2 գլուխ սոխա, կես գլուխ կաղամբա, այս կաղամբի կեսն է։ Դե նայած ընտանիքում քանի հոգի եք, քանի անդամի համար եք պատրաստում։ 2 գլուխ միջին չափսի սոխեր, 2 բջիջ սխտորեր։ Հիմա սա ճմռում ենք, որ մի քիչ մելեզով ասած խեղճանա։ Այսինքն մի հատ ճմռում ենք։ Խառնում ենք, մի րոպե, էլուս ձեռնոտ չհակա, այսպես կարող ենք անել։ Հիմա սերի հետևորդներ ջան, ուրեմն ավելացնում ենք նորից կարմիր պղպեղ, սև պղպեղ, կարմիր պղպեղը ավելացնենք։ Այս մյուս աղացած պղպեղից էլի քաղցրա, մեկ էլ ավելացնում ենք ռիգանի, կամ ասենք ցիտրոն, ինչ որ տուն ունեք, էներ կարող եք ավելացնել։ Կարող եք թարմ կանաչել ավելացնել, ինչ որ ունեք տունում։ Ու նորից խառնում ենք։ Այսպես, աղ, ամենակարևոր աղը մոռացել եք։ Հիմա խառնում ենք։ Լավ խառնելուց հետո հավասարացնում ենք։ Կարևոր բան։ Հետևորդներ կարևորը գլոր բրինձ ենք խառնում։ Բրինձը լվացել եմ, վրան ավելացրել եմ եռվանջուր, մնացել է երևի մի 15 րոպե մնաց այդպես։ Ինչքան մնա, այնքան ավելի լավ, որ բրինձը շուտ եփվի։ Խառնում ենք, այսպես տարածում ենք, մոռացել էի։ Դե ամեն ինչ աչքից դեմը լինի, որ հիշեմ։ Մի քիչ խրախ էի դրել, դրա համար ոչինչ չի խանգարում։ Հետևորդներ ջան, սա այսպես։ Իսկ հիմա, եթե տունը տոմատ ունեք, 1 ճաշի կտալ, 1 լիքը ճաշի կտալ տոմատ եք լցնում։ Եթե տոմատ չունեք, լեչո ունեք, փագած լեչոյից եք լցնում, ջրի հետ եմ խառնում, մի քիչ էլ ջուր եք լցնում, մի կոֆեի բաժակ երկուս էլի նայած, էս էլ եմ խառնում, լցնում ենք վրա, ես լեչո լցրեց, դե կաղամբնել ինքը հյուր ունի, տուսահանելու, շատ ջուրը պետք չի։ Հիմա սրա վրան ավելացնում ենք խոզի միսը, դնում ենք վրան ասենց։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, կարող եք եւ կարակ դնել կամ կարող եք չդնել, ես յուղ եմ դնում, որտեղ միսը այդքան յուղոտ չի մեր։ Դրա համար ես յուղ եմ դնում։ Իսկ ես մեր թղթերը
ջեռուցի համար թրջում ենք, մի հատ թրջում ենք նոր թղթով, այսպես փաթաթում ենք։ Դնում ենք 200 ջերմաստիճանի տակ, հետո նայում ենք, եթե պետք կլինի ջերմաստիճանը կավելացնենք, որտեղ առաջին անգամն եմ պատրաստում, ու շատից չեմ եղել ջեռուցը քանի աստիճանի տակ պետք է լինի, բայց կիմանամ հեսա։ Կիմանամ և ձեզ կասեմ, հիմա ուղարկում ենք ջեռուց, ջեռուցը միացրել եմ, տաք սիրելի հետևորդներ, հետո կմիանանք նորից։ Սիրելի հետևորդներ ջան, մեր ուտեստը պատրաստ է սիրելիներս, միսն էլ է լավ եփվել, կաղամն էլ է լավ եփվել սիրելիներս, ասենք լցնելուց, այս մսերը գրաղ ենք դնում, սիրելի հետևորդներ ջան, երոպե, մսերը դնում ենք գրաղ, կարող եք հավով պատրաստել, հավի բդերով, թևիկներով, ինչով որ ցանկանաք կարող եք պատրաստել։ Այսպես խառնում ենք իրար, որ նորից համերը լավ տարածվի, սիրելի հետևորդներ ջան, ու նոր սերվիրում ենք, հյուրասիրում, երևի հուներեն ասեցի սերվիրում, և ամեն մեկին մի կտոր միս ենք դնում, սիրելի հետևորդներ ջան, մի րոպե, այդ հանգիստ կարող եք թուղթը դնել, չէ վառվում, խմորեղենի այդ ինչ ակալկա ենք ասում, այդ կալկանա էլի, հա, կարող եք դնել։ Սիրելի հետևորդներ ջան, ինչի ասենց մոտ ցույց տալի, հա, հիմա լավ է ոնց որ, հա, հիմա նորից կաղամ տեսենք, շատ ընտիր ա եղել, որ մի ճաշի կթալ այդ խնձորի քացախը ավելացրել եմ, ավելի ընտիր ա դարձել, քաղցր չի էլի այդքան բանը, կաղամբը, շատ համեղ ա, ստացել, միսներ կտրենք, միսի համներ տեսնենք եփված ա, թե եփվածի չէ, տեսեք, որ լավ էլ եփվել ա։ Վայ չուտողին։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր վերջացրեցինք մեր հոլովակը սիրելիներս, եթե ձեզ դուր եկավ, դուք էլ պատրաստեք սիրելիներս, մեզ բարի ախորժակ, եթե դուք էլ կսարքեք, ձեզ էլ բարի ախորժակ, եթե ինչ որ սարքել եք այսօր, էլի բարի ախորժակ սիրելիներս, չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվել, լայքել սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։